Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վարչապետ Արսենի Յացենյուկին եւ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին խնդրել է հրաժարական տալ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով։ Պետրո Պորոշենկոն հայտարարել է նախարարների կաբինետի ամբողջական վերաձևավորման անհրաժեշտության մասին։ Վարչապետ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի Գերագույն Ռադայում քիչ առաջ ներկայացրեց կառավարության հաշվետվությունը։ Յացենյուկն իր ելույթում ասաց, որ կառավարությունն արել է հնարավոր առավելագույնը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ կա անբավարար գնահատական կառավարության վերաբերյալ, անբավարար գնահատական խորհրդարանի նկատմամբ, անբավարար վերաբերմունք Ուկրաինայի իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ, բայց ես ձեզ կոչ եմ անում անկախ ձեր որոշումից, մենք իրավունք չունենք կանգ առնել, մենք դրել ենք նոր երկրի հիմքը, եկեք միասին ստեղծենք ուկրաինական նոր տուն, նոր եվրոպական Ուկրաինա, որին արժանի է ժողովուրդը։ Մենք կընդունենք այս խորհրդարանի ցանկացած որոշում անկախ դրա բովանդակությունից։ Ես խնդրում եմ խորհրդարանին, նախագահին եւ քաղաքական համապատասխան շրջանակներին շարժվել բարեփոխումների ճանապարհով։ Դա մեր երկրի եւ մեր երկրի ապագայի միակ ճիշտ դեղատոմսն է, հայտարարել է Յացենյուկը։ Յացենյուկի ելույթից հետո մեկնարկեցին խորհրդարանական 16 հանձնաժողովականների ղեկավարների ելույթները։ Յացենյուկի ղեկավարած կառավարությունից դժգոհեցին մի շարք գլխադասային հանձնաժողովներ, առաջ քաշելով սոցիալ-տնտեսական, առողջապահական եւ կառավարման ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ։ Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը նախքան նիստը հայտարարել է, որ խորհրդարանը կարող է քննարկել Արսենի Յացենյուկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, եթե լինի 150 падգամավորի ստորագրություն։ Պետրո Պորոշենկոյի կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Մուստաֆա Նայեմը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությանն անվստահություն հայտնելու համար արդեն կա 159 ստորագրություն։ Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են ակտիվիստներ եւ պահանջում են կառավարության հրաժարականը։